Մայրաքաղաքում եւ մարզերում պարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 20391 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 444 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ, 566 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 124 քաղաքացին։ Հանրապետությունում բացահայտվել է 856 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 264, թմրանյութի հայտնաբերման 74, ֆիզիկական ներգործության 72, մարմնական վնասվածք պատճառելու 64, խարդախության 39, հոգեկան ներգործության 31, անձնական ունեցվածքի գողության 30, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 32 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 45 հետախուզվող, 4 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 16 դեպք։ 7 օրում գրանցված 91 ավտովթարի հետևանքով 9 մարդ է զոհվել, վնասվածք ստացել 104-ը։ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 680 դեպք, 184-ը արտակարգ։ Մասնավորապես Հրդեհի ծագման սպառնալիքի 35, ճանապարհատրանսպորտային պատահարի 48, կենցաղային կանչի 194 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 45 դեպք, փրկարարները օգնություն են ցուցաբերել 86 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Համայնքային ոստիկանների հետևողական եւ օպերատիվ գործողությունների շնորհիվ երեխան հայտնաբերվել է եւ անվտանգ վերադարձել ծնողներին։ Հունիսի 2-ին Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքից կորել էր 4-ամյա սաներից մեկը։ Ահազանգստանալուց անմիջապես հետո համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվորեն ձեռնարկել են անհրաժեշտ որոնողական միջոցառումներ, որի արդյունքում երեխան կարճ ժամանակ անց հայտնաբերվել է իր բնակության վայրի հարակից տարածքում եւ վերադարձվել ծնողներին։ Երեխայի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։ Քրեական ոստիկանները բացահայտել են տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը, 4 անձ ձերբակալվել է։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ տելեգրամյան հավելվածում գրանցված մի խումբ քաղաքացիներ ապօրինի իրացնում են թմրամիջոցներ։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիկինգի անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում Երևանի Գոգոլի փողոցում իրացնելու նպատակով թմրանյութ տեղադրելու պահին իրավապահները ձերբակալեցին մայրաքաղաքի բնակիչներ 32-ամյա տղամարդուն եւ 33-ամյա կնոջը։ Տղամարդու վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին, երկուսին էլ առաջադրվեց մեղադրանք։ Կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 27 գրամ զանգվածով փաթեթներ։ Իրավապահների հետագա համատեղ գործողությունների արդյունքում հիմնավորվեց, որ ձերբակալված տղամարդն ու կինը մեթամֆետամինը ձեռք են բերել մայրաքաղաքի Նորաշեն թաղամասում բնակվող ամուսիններից։ Նորաշենի բնակիչներ 40-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը եւս ձերբակալվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմին։ Նրանց նույնպես առաջադրվել է մեղադրանք, նախաքննությունը շարունակվում է։ Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման եւ մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը թիրախային պայքար է իրականացնում ավտոմեքենաներից կատարվող գողությունների եւ շորթման դեպքերի կանխարգելման, բացահայտման ու դրանց դեմ արդյունավետ հակազդման ուղղությամբ։ Հետևողական աշխատանքի հերթական արդյունքը Շենգավիթի համայնքային ոստիկաններն արձանագրեցին մայիսի 22-ի գիշերը ժամը 4:40-ին մայրաքաղաքի եղբայրության փողոցի մոտ գողության եւ շորթման փորձ կատարելու կասկածանքով նրանք ձերբակալեցին Արինբերդի փողոցի բնակիչ 15-ամյա մի պատանու։ Ըստ իրավապահների հիմնավոր տեղեկությունների նաև 17-ամյա մեկ այլ պատանի մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում տասնյակ մեքենաներից կատարել էին գողություն եւ շորթում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչների եւ ոստիկանների համատեղ աշխատանքի արդյունքում հիմնավորվել է նրանց կողմից կատարված շորթման 20 դեպք։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանները բացահայտել են ավազակությունը, հայտնաբերել կատարողներին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հունիսի 2-ին քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փորձել են հափշտակություն կատարել Արարատ գյուղում գործող ոսկյա զարդերի վաճառասրահից, արդյունքաբեր գազ փչելով վաճառողի դեմքին։ Վաճառասրահի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում։ Ավազակության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արարատի մարզի քրեական ոստիկանները համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզել են հանցագործության մասնակիցների ինքնությունը, նրանց տեղաշարժ եւ մի շարք այլ հանգամանքներ։ Պարզվել է, որ ավազակային հարձակումը կազմակերպել են Երևանի բնակիչներ 39-ամյա եւ 37-ամյա, Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ 21-ամյա, Մասիսի բնակիչ 32-ամյա տղամարդիկ, սակայն հանցագործությունն ավարտին չէին հասցրել, հանդիպելով վաճառասրահի սեփականատիրոջ դիմադրությանը։ Հետագա միջոցառումների արդյունքում 4-ն էլ հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել են քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն։ Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 20,000 անվանական արժեքով 4 թղթադրամ հուշանվեր, գաղտնի փականով ծալովի դանակ եւ թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված։ Ձերբակալվածները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, կատարվում է նախաքննություն։